մեր ալիքը փակվեց մեր հեղինակային իրավունքների խախտման պատճառով, որը գրված է YouTube-ի կանոնակարգի մեջ, մենք օգտագործել էինք ոստիկանության նկարահանված կադրերից եւ ոստիկանությունը 2 րոպեում գրեց մի հատ հայտ, որով որ մեր վիդեոն ուղղակիորեն չնջվեց YouTube-ից։ Դա ունի երկու հատ հետևանք, տեխնիկական առումով մենք խնդիրներ ունեցանք YouTube-ի մեր ալիքի հետ, բայց այդ խնդիրները տեխնիկական են եւ մենք այդ խնդիրները շատ արագ կլուծենք, իսկ մնացած հետևանքները դա ուղղակի մեր PR-ն էր ոստիկանության կողմից։ Ասեմ, որ վերջի հաղորդման մեջ շատ կոնկրետ նկարագրված էր մեր ոստիկանության աշխատանքը, ոնց են իրենք աշխատում։ Եթե դրանից առաջվա վիդեոների մեջ ավելի կոռեկտ չէր իրանց աշխատանքը երևում, այս վիդեոյում շատ պարզ երևում էր, թե իրանք ինչ են ընդունակ։ Ու դրանից չնեղվել իմ կարծիքով տենց անհնարին էր իրանց կողմից, էլի։ Վիդեոյում գտնվող մարդկանց չեմ համարում ոստիկան։ Ես ոստիկանության ասվածը իմ համար կանոնակարգ պահող անձիկ են, իսկ վիդեոյում գտնվող մարդիկ ոչ մի կանոնակարգ այնտեղ չեն պահում։ Հայաստանում չկա մի հատ հաղորդում, որը իրերը կկոչե իր իսկական անուններով։ Ես նեղ անձնական թեմայից կուզեմ խոսամ կոնկրետ ոստիկանների դեպքի հետ կապված։ Այս թեմայով ոչ միտեղ չեմ բարձրաձայնը, առիթ չի եղել։ 2000-ին ես մամա եմ կորցրել եւ երբ որ ես կտեսնիմ սև հակած բարոյական կանանց, ովքեր որ կանգնած են թեկուզ պաշտպանության նախարարության դարբասների դեմը, կանգնած են, ոչ զինված են, ոչ բան, եւ կպայքարեն այն բանի համար, նրանց բալեն մերել է սահմանին այն բանի համար, որ մենք այստեղ հանգիստ նստենք խոսանք, եւ չի բացահայտվել, ես առաջ երթին իմ մորս կպատկերացնեմ այդ մարդկանց տեղը։ Եթե ես մի ամի դերթայ բանակ ու զոհվեի, ասեք հնարավոր է մերս էր տար այդ մարդկանց հետ կանգնել այնտեղ։ Ես չեմ վախենա, չեմ ամջնա եւ շարունակել եմ ես դիպնդեմ եւ պատրաստ եմ այդ շատ կարևոր գաղափարը պաշտպանեմ կամ դատարանում կամ մայլին կռիվների ժամանակ կամ ցանկացած տեղ ինչքան էլ մեզի հագադարձող կարծիքներ եղնեն ես պատրաստ եմ որովհետեւ դիք ինձի համար հրամանից ավելի բարձր բան է ես ինչ որ մեկի գերին չեմ որ ինձի հրաման տան ես ինչ որ բան եմ ես չեմ վախենում իմ ազատությունից հա ես օգտվում եմ իմ ազատությունից ես ազատ մարդ եմ ու ես ունեմ իրավունք հայտնելու իմ կարծիքը ու եթե ես ինչ որ տենում եմ ինչ որ անբարո գործողություն Ես այդ ուզում եմ բարձր ասեմ, որ այն մարդիկ, ովքեր վախենում են ասեն կամ չեն տեսնում, տեսնեն այդ ամենը։ Այն ոստիկանը, որ կադրերի մեջ է եղել ամբողջ Հայաստանով ֆռած այս քանի օրվա ընթացքում, հաջորդ անգամ մամա քաշտալուց փողոցով երկար կմտածեին կուզենա սա Հայաստանով մեկ քֆրուդ է թե չի ուզում։ Իհարկե փոփոխություն կբերի, կարող է ժողովրդի առումով փոփոխություն չկրել, որովհետև գիտեմ որ մեծամասնությունը մեկ է դեմ են, բայց ոստիկանների առումով զգուշ եղնել կամերաներից, սրանց հետո կոռեկտ եղնել, հրամանկադրելուց քիչ եմ ուղեղի այս նյարդերը աշխատցնել, այդ առումով հաստատ փոփոխություններ կկրել ինչ կենը։ Իմ հաղորդման նպատակն է, հա, ես կուզեմ իմ հաղորդումից մարդիկ մի քիչ դաս քաղեն այն առումով, որ լինեն ազատ, չվախենան, ամենակարևորը է դա ու շատ-շատերն են հիմա վախենում իրանց ցանկությունը կամ իրանց իրավունքը պաշտպանել։ Իրոք վախենում է մարդ իր իրավունքը պաշտպանի, այդ շատ սխալ է։ Դեպքեր կան մեր հաղորդման մեջ, որոնց մեջ ամեն ինչ կազմակերպենք կնպես, որ հումորով եղենք։ Բայց դեպքեր կա, երբ որ դու չես կրնադիկ հումորով նայես։ Ես օրինակ չեմ կրնա մարսեմ 30 միլիոն դրամ կոնյակների ու բան արձատից բաժակի ծախս հիգնական տոնով խոսացող Երևանի փոխքաղաքապետ, եւ ես չեմ կրնա դոր մասին հումորով խոսամ, չկա տեղ հումոր։ Երբ որ ես Լեննագանում կտեսնիմ շան պես ապրող մարդկանց։ Ես նկարել եմ մարդկանց ծմերը դուսավորող, որոնց մեկ ամիս հետո չեմ կարողացել նկարել, որովհետեւ ցրդից մեռել է այդ մարդը։ Ինչ կրնամ ես դոր հումորով խոսամ կամ առանց ագրեսիա խոսամ, մարդ եմ, ես էմոցիաներ ունեմ։ Ես չեմ սել գլուխները ջարդեք մարդկանց։ Ես կսեմ որ ժողովուրդ մի հատ թափ տվեք ցեզի։ Մանիտորի դեմը նստած նայելով խոչեր է։ Սաղսե մարդ ենք էմոցիա կա, դուս պետք է սելիկ կա, չսես։ Մեր լսանին շատ կուզենամ ասեմ, որ մենք այս շաբաթ չենք հասցրել սոսնագարենք, կապված էս վերջի ոստիկանության փողոքարկումների հետ։ Խնդիրը արխիվներ եք, ոչ վախն է, ոչ մնացած բաներն է։ Տեխնիկապես տարված ենք YouTube-ի հետ աշխատանքներով եւ տեխնիկապես տարված ենք ոստիկանության դեմ պայքարին, հա։ Շատ կարևոր կհամարեմ անպայման խոսալ այն մարդկանց, այն ԶԼՄ-ների մասին, ովքեր որ մեր կողքին են եղել կայնած։
դուք չեք պատկերացնի մենք ինչքան շնորհակալ ենք ձեզի։ 1000 անգամ ձի հարցրել են ձեր թիգունքնով է կայնած, ով է կայնած, իրանց հետև մարդ կա, ժողովուրդ դուք եք կայնած մեր թիգունքը։ Անպայման կփորձենք 12-րդ թողարկման մեջ, որը կյանի մյուս կիրակի օրը, նաև ձեզ ինչ-որ ձև շնորհակալություն ցույց տանք, ես չգիտեմ հենց ինչի, բայց ինչ-որ ձև, բայց ամենակարևոր շնորհակալությունը երևի գործը նույն տեմպով շարունակելն է, այդքան բան։ Ես կուզեմ շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց, ովքեր մեզ հորդորում են առաջ արժվել, ուժ են տալիս, բայց խնդրեի այդ նույն մարդկանց, որ մի քիչ էլ դուք ակտիվ եղեք։ Նույն բանը ես ձեզ կխնդրեմ, ու իրոք ոնց ասաց Հայկը, դուք եք մեր թիկունքը, ու քանի դուք կաք, քանի մենք միավորված ենք, մենք ոչ մի բանից չենք վախենում։